Հարգելի հեռուստադիտողներ, այսօր մեր տաղավարում ենք հյուրընկալել ենք Լաուրա Հակոբյանին, ֆինանսական վերլուծաբան եւ ակտիվիստ։ Բարև ձեզ Լաուրա ջան, շնորհակալություն մեր տաղավար գալու համար եւ թեման մենք պետք է շարունակենք հայ ռազմագերիների վերաբերյալ եւ այսպես փոխանցափայտը վերցնենք եւ ձեր կարծիքն ենք ցանկանում իմանալ, որ մարդու իրավունքների եվրոպական դատարանը հաշվետվություն է պահանջել Ադրբեջանից, իրենք անհամեմատ ավելի մեծ շահագրգռվածություն են ցույց տալիս, քան Հայաստանի իշխանությունները։ Դա նորմալ է թե ոչ, երևի թե նորմալ չէ, ես ձեր փոխարեն էլ պատասխանեմ, բայց կփորձեմ բացել փակագծը ձեզ բացել փակագծերը եւ ինչպես պետք է լուծել այս հարցը, եթե մեզ դա հետաքրքիր չէ։ Ուրեմն այո, սա արդեն ամբողջ մամուլում է, որ ՄԻԵԴ միջազգային եվրոպական իրավունքների դատարանը պահանջել է Ադրբեջանից եւ վերջնաժամկետ է տվել մինչեւ կարծեմ նոյեմբերի 4-ը, որովհետեւ ներկայացնեն գերիների մասին տվյալներ եւ վիճակներ։ Ես մի քիչ կամ ավելի պատմեմ, որտեղից եկավ այդ հարցը։ Մեր հեռուստադիտողներին ասեմ, որ ինչպես գիտեք, Կարմիր խաչը արդեն պաշտոնապես դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում, միջազգային կառույցը, եւ Ադրբեջանը դիմել էր միջազգային դատարան, որպեսզի վերացնի իր վրայից հաշվետվություն ներկայացնելու պարտավորությունը։ Այդտեղ է քննարկումները եղել եւ մեր գերիներին ներկայացնող օրինակ ALC Armenian Legal Center ներկայացուցիչները տեսանք Սիրանուս Սահակյանի գլխավորությամբ եւ Հայդատի գրասենյակների ներկայացուցիչները խիստ ըմբոստացման հետևանքով դա այդ առաջարկությունը Բաքվի կողմից ներկայացված չի անցել եւ առավել եւս վերջնաժամկետ է դրվել, որպեսզի մինչեւ նոյեմբերի 4-ը մենք տեղեկություն ունենանք մեր գերիների վերաբերյալ։ Այսինքն մեր գերիները այսօր խիստ մեկուսացված վիճակում են։ Մենք տեղյակ չենք ինչ է կա, նրանց հոգեկան վիճակի մասին, ֆիզիկական վիճակի մասին որևէ տեղեկություն չունենք։ Այստեղից է հարցը եկել եւ խորին շնորհակալություն եմ ուզում հայտնեմ Սիրանուս Սահակյանի գլխավորած հանձնախմբին, իրավաբանների այդ խմբին, նաեւ Հայդատի գրասենյակների ամբողջ այդ ցանցին, որոնք օրնիբուն աշխատում են, այո, եթե պետությունը չի մասնակցում այսպիսի խնդիրների, շատ դժվար է փաստորեն այս հանձնախմբերը եւ խմբերը իրենց միջոցներով երկու ճակատով են դուրս գալիս եւ միջազգային դատարաններում հանդես են գալիս Հայաստանի հայ ժողովրդի պաշտպանության համար եւ Հայաստանի կառավարության դիմաց։ Այսինքն մենք տեսանք, կարծեմ 2 ամիս առաջ էր Եվրոպայի խորհրդարանում Լիլիթ Գալստյանը բարձրացրեց գերիների հարցը, ԿՊԱ-կան պատգամավորը շատ ըմբոստ ձևով ասաց, որ դա պետք չէ, դա պետք է խանգարի խաղաղությանը։ Թե ինչ խաղաղության մասին է խոսքը, եթե մենք ունենք գերիներ, եթե Ադրբեջանը մինչև ատամները զինվում է եւ իր ամբողջ հերոստատեսության ու մամուլի միջոցով խոսում է Արևմտյան Ադրբեջանի մասին, դժվար է հասկանալ ինչ է կատարվում։ Եվ այդ տեսանկյունից իհարկե ես նորից պետք է հիշատակեմ, երբ որ Դոնալդ Թրամփը Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպման ժամանակ գերիների անունը տվեց եւ Նիկոլ Փաշինյանը եւս այսպես զարմացավ, որ չէ, մենք դա չպետք է ներառենք։ Հիմա ստացվում է այնպես, որ անընդհատ մեջբերում են այդ թեման, որովհետև միջազգային կառույցները, որոնք որ կողմ են մարդու իրավունքների պաշտպանությանը, անընդհատ այդ թեման մեջբերելու են, անընդհատ ասել են, որովհետև դա խայտառակ իրավիճակ է, որ 21-րդ դարում Եվրոպային մոտ գտնվող երկրում, այսպես ասենք, եթե չասենք Եվրոպայում, գոյություն ունեն գերիներ, ռազմագերիներ եւ այդ հարցը իհարկե օրակարգային է։ Միևնույն ժամանակ խաղաղության հասնելու համար ինչպես է Հայաստանը պատրաստվելու այսպես իր վրայից թոթափել այդ գերիների հարցը, որպեսզի հասնի խաղաղության, ինչ միջոցների կարող է դիմել Հայաստանի գործող իշխանությունը, որպեսզի հրաժարվի գերիների թեմայից եւ խաղաղություն ձևավորի տարածաշրջանում։ Հայաստանի իշխանությունները այսօր ամեն գնով փորձում են 26 թվականի ընտրությունն, արդեն սա նախապատրաստական փուլն է իրանց խաղաղություն ասվածը, բայց բոլոր միջազգային քաղաքագետները եւ իրավաբանները հասկանում են, որ չի կարող խաղաղություն լինել երկու երկրների մեջ, երբ որ արդեն մի տեղում պահվում են ռազմաքաղաքական իշխանությունը, սա չգիտեմ, երևի պատմության մեջ առաջի դեպքն է կամ երկրորդ դեպքն է այս դեպքում։ Խաղաղություն ասվածը դա միայն հայ հասարակության համար է, այդ լեքսիկոնը գերիների հարցը պիտի խանգարի խաղաղությանը, որովհետև Նիկոլին ձեռք է տալի, որ այդ գերիները մնան այդտեղ,
Նայեք, այսօր Թուրքիա եւ Ադրբեջանը շատ լավ վիճակի մեջ են, եւ քաղաքական, եւ տարածաշրջանային, որովհետեւ իրանք ունեն մի իշխանություն Հայաստանում, որ 100% իրանց ազդեցության տակ է։ Ինչ այն է սպասարկում։ Այո, եւ Նիկոլ Փաշինյանին ձեռք է տալի նաեւ դա, որովհետեւ ինքը ամեն գնով ուզում է պահպանի իր իշխանությունը, որտեւ գիտի, իր համար մահկամ ազատության խնդիր է։ Եթե ինքը իշխանություն չունենա, ինքը դատվելու է եւ իր խունտան դատվելու են մինչեւ վերջին, այսպես ասած, քրեական օրենսգրքի կետերով։ Եվ այդ իմաստով, այո, Նիկոլը ամեն գնով փորձելու է պահի իշխանությունը եւ այս խաղաղության, այսպես ասած, քայլերը դրան են տանում, այս մտածածին բաները։ Եվ նայեք, վերջի 3 օր առաջ կարծեմ տեսակ Վրաստան-Թուրքիա սահմանում բռնել էին կեղծ անձնագրեր, որոնց մեջ նաեւ կար հայկական անձնագրեր, հայկական անունազգանուններով։ Ասում են Թուրքիայում են պատրաստվել, ասում են։ Թուրքիայում են պատրաստվել, բայց այո, եւ Վրաստան տեղափոխվելու ճանապարհին են բռնել Մաքսատանը, եւ Վրաստանի ներքին գործերի նախարարը ինքը հայտարարություն արեց, որ մենք կանխել ենք ապօրինի էմիգրացիայով, ապօրինի ներգաղթով երկրում, տարածաշրջանում դիվերսիայի փորձը։ Սա ինչ է նշանակում, եւ եթե այնտեղ կան հայկական անձնագրեր, հայ ժողովուրդը անհանգստանալու բան ունի։ Այսինքն Նիկոլը անհողը որևէ սրբություն չունի, ինքը հայրենիքի գող է։ Շատ ճիշտ ձևակերպում, շատ դիպուկ ձևակերպում, հայրենիքի գողը շատ դիպուկ ձևակերպում էր, իսկ գանք հակառակ կողմից։ Իսկ ինչը կարող է ստիպել, որպեսզի Հայաստանի գործող իշխանություններն այնուամենայնիվ հաշվի առնեն գերիների հարցը եւ գերիների հարցը կարող է խանգարել խաղաղության հաստատմանը, եզրույթից հրաժարվեն։ Կա նման տարբերակը ձեզ, որ կարող է ստիպել նրանց այնուամենայնիվ հետ կանգնել այդ որոշումից։ Կարող է արդյոք Տրամպը կամ Պուտինը կամ Միեդը կամ որևէ այլ մարդ, որևէ այլ կառույց ստիպել նրանց ենթարկվել այդ որոշմանը, որովհետև կարծես թե ոչ, բայց միթե չկա։ Ստիպել չէ, որովհետև այսօր ինքը ունի Թուրքիայի նման հովանավոր։ Դուք տեսաք 21 թվականին, երբ որ Օնիկ Գասպարյանը հայտարարություն արեց, որ մենք շատ վատ տեղ ենք գնում, ով պաշտպանեց Նիկոլի իշխանությունը։ Թուրքիայի վարչապետը իր անմիջական ելույթով ասեց. մենք կմիջամտենք, եթե Հայաստանի իշխանություններին որևէ բան սպառնա։ Պարզ արդեն, քանի Նիկոլը ունի հովանավորներ Թուրքիայի եւ Ադրբեջանի նման, չեմ կարծում, որ որևէ մեկը կարող է ստիպել։ Կարող են բանակցությունների սեղանին դնել, բայց քանի որ համագործակցություն կա Թուրքիա-Հայաստան Ադրբեջան, ես չեմ կարող որ որևէ միակ ճանապարհը այս խունտայի հեռանալն է։ Երբ որ մենք ունենանք ազգային իշխանություն, նոր կարող ենք մենք իսկապես փորձենք վերականգնենք որոշ մեր դիրքերը, որպես Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածք, որտեղ այդ միջանցք ասվածը դու քո ինքնիշխանությունը տալիս ես, անունը դնում ես ճակերտավոր խաղաղություն, որտեղ այդ խաղաղությունը, երբ որ Ադրբեջանը մտել է ջերմուկ, արդեն Սևանը հասել, սոտքում են։ Այո։ Այսինքն Թրամփի ուղի կոչվածը, որ անընդհատ մենք չէ, Հայաստանում անընդհատ ասում են իշխանությունները կամ Բենյամին Մաթևոսյան շատ լավ նշեց այսօր եթերում էլիտան, քաղաքական էլիտան եւ ներողություն խնդրեց այդ արտահայտության համար, որովհետեւ այլ կերպ հնարավոր չէ դա անվանել, այնուամենայնիվ պնդում է, որ Թրամփի ուղի կոչվածը պատմական կարևոր նշանակություն ունի, այդ ստորագրությունը, հանդիպումը, մինչդեռ որևէ կերպ Ադրբեջանը կարծես թե չէ պատրաստվում գործածել Թրամփի ուղի կոչվածը եւ Զանգեզուրի միջանցք ու Զանգեզուրի միջանցք միայն ու միայն Զանգեզուրի միջանցք։ Իսկ Միացյալ Նահանգները ինչպես է ձեզ դրան նայելու եւ արդյոք այդ տարածքում Միացյալ Նահանգների ակտիվությունը կարող է ինչ որ բան փոխել եւ ի վերջո զսպաշապիկ հագցնել Ադրբեջանին, որպեսզի մենք ունենանք որոշակի խաղաղություն։ Սա մեր հանդիպման վերջին հարցն է։ Եթե հաշվենք, որ ընդհանրապես Ամերիկայի շահագրգռությունը ո՞րն է այդ տարածաշրջանում։ Պարսկաստան։ Այսինքն, եթե մնացած մյուս հարցերով, եթե հաշվենք, որ Ադրբեջանը համագործակցում է Իսրայելի հետ եւ Պարսկաստանի հարցով եւ
այսինքն այդտեղ Ամերիկայի անհատական շահ չկա, այստեղ շահը տարածաշրջանում տեղեկան վերցնելն է, գերակայություն ունենալն է։ Հիմա պետք է հասկանալ, արդյոք դուք ասում եք, որ սա միայն Միացյալ Նահանգների շահը չէ, սա նաև Հայաստանի Հանրության շահն է եւ Ադրբեջանը պետք է այնուամենայնիվ գնա այդ Տրամփի ուղով եւ չպետք է գործածի Զանգեզուրի միջանցք եզրույթը եւ Միացյալ Նահանգներն այդ տեսանկյունից ինչպես կարող է ունենալ լծակ, որպեսզի խաղաղությունը լինի Հայաստանում։ Այսօր իր լծակները չեն գործի, որովհետեւ Ադրբեջանը եւ Թուրքիան բացարձակ համաձայն չեն, որպեսզի որևէ երրորդ երկիր վերահսկի այդ ճանապարհը։ Իրանք պարզ ճանապարհ են ուզում, միջանցք կլինի եւ տեսակ Եվրոպական խորհրդարանում Վեհաժողովում Անգլիայի պատգամավորը օգտագործեց Զանգեզուրի միջանցք, այսինքն Ալիևի տերմինը, եւ Փաշինյանը ցայտնոտի մեջ ընկավ, թե որտեղից ձեզ այդ փոխարենը հարցին պատասխանի, որ պատգամավորը բարձ հարց է տալի, որն է ձեր պատկերացումները այդ միջանցքի ձեր եւ Ադրբեջանի։ Փաշինյանը շատ կտրուկ ցայտնոտի մեջ ընկավ, որ որտեղից ձեզ այդ Զանգեզուրի միջանցք արտահայտությունը եւ այլն եւ այլն։ Փաշինյանը փորձում է կերակրել ժողովրդին այդ միջանցքով որպես խաղաղություն, բայց իրականության մեջ դա խաղաղություն չի, դա կապիտուլյացիոն ծրագիր է, անձնատվության հարց է, որտեղ դու քո ինքնիշխան տարածքից առանց որևէ գործոն լծակների, ով պիտի վերահսկի, եթե մի բան եղավ, դատի պիտի տան, ոնց պիտի այդ ամեն ինչը, որևէ գործիքակազմ չկա։ Ես ինձ հուշում եմ, որ Երևանից ձեզ հարց ունեն, Արփինե, խնդրեմ։ Տիկին Հակոբյան, կցանկանայի նույն թեման շարունակել Թրամփի միջնորդության մասին, առհասարակ Միացյալ Նահանգների միջնորդության մասին։ Արդյոք ունեք այդ տպավորությունը, որ Միացյալ Նահանգները միջնորդ է այս հռչակագրում, թե ինչպես պաշտոնական փաստաթղթում էր նշվել ամերիկյան կողմից, վկա է, եւ քանի որ Թրամփն ասում էր, թե եթե ինչ-որ հարց լինի, կարող են զանգել եւ կլուծվի, իսկ եթե Թրամփը չի այլևս լինելու հետագայում Միացյալ Նահանգների նախագահը ու ինչ որ հարց առաջանա, ինչպես է Միացյալ Նահանգները ներգրավվելու հայ-ադրբեջանական կոնֆլիկտում։ Նայեք, որևէ գործիքակազմ չկա, իրականում սա նույնիսկ պայմանագիրել չի, նախաստորագրված որևէ հռչակագիր, որի մեջ որևէ գործիքակազմ չկա, այսինքն ինչպես կարող է նախագահը ասի, որ հարց լինի Զանգիրինց եւ այս վերջերս հարց տվեցին, նույնիսկ չի էլ հիշում անուն, ասում է Ալիևը եւ մյուս տղեն։ Այնպես որ չկա որևէ լծակ, բայց կարծում եմ այս Ամերիկա-Ռուսաստան սառցեհալը որոշակի տրամաբանական շարունակություն կունենա եւ մենք էլ պետք է պատրաստ լինենք, որպեսզի մեր ազգային օրակարգերը միշտ պահենք գետնի վրա, որպեսզի կարողանանք ցանկացած պահի օգտագործենք դրանք եւ օգտվենք այդ սառցեհալից։ Շնորհակալություն մեր տաղավարում Լաուրա Հակոբյանն էր, ֆինանսական վերլուծաբան եւ ակտիվիստ,